Ողջույն, լավ եք։ Հիմա մարզասրահում եմ, առավոտվա ժամը 5-ն է։ Նայեք, չտեսնված բան եմ ցույց տալիս։ Վազքողու վրա Բեն Հուդմանն է։ Բեն։ Ինչ, բարևիր բոլորին։ Չէ, անջատիր։ Տեսախցիկն անջատիր։ Լավ ես։ Անջատիր։ Սա ինտերնետում եմ տեղադրելու։ Բեն, հետ արի։ Սա հրաշալի էր։ Դախիստ անձնական չի։ Ես ռենտգեն կլինիկայում հանդերձարանի վարակույրը բացեցի, իսկ այնտեղ մեկը փոխվում էր։ Նա մերկ էր, դեռ չէր հասցրել հագնել խալաթը։ Ես ասացի, օ կներեք, փակեցի ու դուրս փախա։ Ես մոտ 13 տարեկանում ճամբար գնացի, ասեմ, որ լավ լողորդ չեմ։ Կես ճանապարհին մտածեցի, «Էս ինչ եմ անում, ախր ես լողալ չգիտեմ», ու սկսեցի սուզվել։ Խեղճ փրկարարը ստիպված էր շորերը հանել ու նետվել ինձ փրկելու։ Բոլոր երեխաները այնտեղ էին ու ծիծաղում էին ինձ վրա։ Երբ ռեգբի խաղալիս քիթս կոտրեցի, բախվելով իմ իսկ թիմակցին։ Մի անգամ մի հիանալի տղայի հետ շքեղ ռեստորանում ժամադրության էի։ Շատ սիրուն ու ախորժելի դեսերտ պատվիրեցինք։ Հետո զրույցի ժամանակ նա շատ ծիծաղելի մի բան ասաց ու ես ուտելիքը բերանումս թքեցի նրա վրա։ Ամենաանհարմար բանը այն էր, որ հիշում եմ, որ ընկերուհուց ժամադրության կանչեցի, իսկ նա մերժեց։ Շատ անհարմար է զգում մեքենայում։ Արդեն մի քանի շաբաթ է միասին ենք, եւ հետաքրքիր է, որևէ մեկին ասել ես ալֆայի մասին։ Մարդիկ սովորաբար այսպիսի բան անհարմար են զգում հայտնելու ընկերներին։ Հեյ Քալ, Բարև Բիլ։ եկող չորեքշաբթի երեկոյան զբաղված ես։ Օ, չորեքշաբթի։ Դե, հա, մենք մի քանի ընկերներով միասին ուտում ենք։ Հետո դրանով մի վիդեո ենք նայում, ապա այդպես զրուցում ենք։ Դե, գիտես էլի ու Նույնիսկ եթե արդեն վստահ ես հավատքիդ մեջ, միևնույն է, կարող ես դեռ անհարմար զգալ այդ մասին խոսելու մարդկանց հետ։ Դրանից էլ կարող են հարցեր առաջանալ։ Օրինակ, պարտադիր է Հիսուսի մասին հայտնելը կամ նորմալ է այսպիսի բաների մասին զրուցելը։ Եթե այո, ապա ինչպես է դա արվում։ Ոմանց կարծիքով հավատքը պետք է անհատական լինի։ Ինքդ հավատա, որքան ուզում ես, բայց չի կարելի մյուսներին ստիպել անգամ խոսել այդ մասին։ Բայց հետաքրքիր է նկատել, որ ով քրիստոնյա է դարձել, որևէ մեկից Հիսուսի մասին լսելով է դարձել։ Ուստի եկեք պարզենք, թե ինչու պետք է մարդկանց ծանոթացնել Հիսուսին։ Նախ, որովհետև Հիսուսը դա պատվիրեց։ Նա անդադար հորդորում էր. գնացեք ու պատմեք, մարդկանց հրավիրեք։ Ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք։ Գնացեք ու աշակերտեք։ Մյուս պատճառն այն է, որ Հիսուսի պատգամը բավարարում է մարդկանց կարևորագույն կարիքը։ Պատկերացրու, որ ընկերոջդ հետ ընկել ես մի ամայի կղզի եւ թափառելով հանկարծ ջուր ու մրգեր ես գտնում։ Առաջին հերթին ինչ կանես։ Իհարկե, կվազես ընկերոջդ մոտ ու կհայտնես այդ մասին։ Ամեն մարդու սրտում հոգևոր քաղց ու ծարավ կա։ Մարդիկ իրականում թափառում են հոգևոր անապատում, այդ քաղցը հագեցնելու ելք փնտրելով։ Ուստի լավագույն բանը, որ կարող ենք անել, Հիսուսի մասին նրանց հայտնելն է, քանի որ միայն Հիսուսն է իզորու հագեցնել մեր հոգևոր քաղցը։ Հիսուսի հետ շփումը խաղաղություն ու խինդ է տալիս մեզ, իմաստ ու նպատակ հաղորդում մեր կյանքին։ Աստված մեր սիրտը լցնում է սիրով, ներում է մեզ եւ հավիտենական կյանք է խոստանում։ Ահա սա է բարի լուրը, որի կարիքն ունեն մարդիկ, եւ որը հայտնելը լավագույն գործն է։ Մարդիկ լավ բաներ միշտ հայտնում են, ինչպես ես Բենի մասին վիդեոն, որն արդեն 20,000 դիտում ունի։ Մենք ամեն հարցում միշտ այդպես ենք վարվում։ Ինչ վիդեո։ Նայր, բջջային հեռախոս, սա ապագան է, ավելի չի փոքրանալու։ Տես, գրպանումս հազիվ է նկատվում։ Սրանից պիտի առնես, սա ապագան է, ինչու քայլել, եթե կարող ես սավ առնել։ Ասում եմ քեզ Քալ, քեզ պետք է Netflix-ը փորձել, ոչինչ այդքան դրական չի ազդել կյանքից վրա, որքան Netflix-ը։ Օ։ Որտեղ պիտի գրանցվեմ։ Համացանցում։ Երբ սկսեցի հետևել Հիսուսին, այնքան ոգևորված էի այդ մասին պատմում մարդկանց։ Մի անգամ այդ թեմայով սկսեցի խոսել իմ ընկեր Շանելի հետ, բայց շատ պարտադրող ու անզգույշ ձևով։ Ուստի լավ չստացվեց։ Մի քանի անգամ այդպես մերժվելուց հետո համարձակությունս վերածվեց վախի։ Ես էլ եմ երբեմն պայքարում վախի դեմ։ Մի անգամ դպրոցում նստած էի ընկերներիս հետ ու նրանցից մեկը հարցրեց. «Չես ասի, թե ինչու ես քրիստոնյա»։
Դա կատարյալ պահ էր ու իմ առիթն էր, բայց այնքան էի վախենում որևէ սխալ բան ասելուց, որ ուղղակի քարացա։ Դա շատերի հետ է պատահում։ Մենք անզգայությունից ընկնում ենք վախի մեջ։ Բայց դա ճիշտ չէ։ Ուստի ինչպես կարող ենք խոսել մեր հավատքի մասին։ Եկեք Հիսուսի մասին հայտնելու մի քանի ձև նայենք։ Նախ մենք դա անում ենք մեր գործերով։ Առօրյա կյանքում մեր ցուցաբերած սիրո միջոցով մարդիկ կարող են ճանաչել Հիսուսի սերը։ Հիսուսն ասում է. «Դուք եք երկրի աղը, դուք եք աշխարհի լույսը»։ Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Ես նստած էի բանտում, խրված խնդիրների ու թմրամոլության մեջ։ Այնտեղ մի անգամ փրկության բանակից մի կին ինձ այցի եկավ։ Հիշում եմ, որ երբ տեսա նրան, մտածեցի. ահա, գալիս է եկեղեցին, գալիս է դասախոսությունը, հիմա գլխիս պիտի կարդա, թե ինչպես վարվեմ կյանքիս հետ եւ այլն։ Բայց նա ներս մտնելով նման բան չասաց, պարզապես ձեռքերը տարածեց ու գրկեց ինձ, ասելով. «Ես սիրում եմ քեզ»։ Պահը մի տեսակ անհարմար էր, որովհետև ինքս նրան չգրկեցի։ Ես քար սիրտ էի, մի քիչ հիմարացած ու թմրանյութի տաք վիճակում էի։ Լավ հիշում եմ նրա դուրս գալուց հետո բանտի դռան շրխկոցը։ Երբ նա գնաց, Աստված հայտնվեց իմ բանտախցում եւ նույն բանն արեց։ Տարածեց ձեռքերը, գրկեց ինձ, ականջիս շշնջալով. «Ես սիրում եմ քեզ»։ Այդտեղ առաջին անգամ հասկացա, որ Աստված իմ կողմից է, ոչ թե ինձ հակառակ, որ նա բարկացած, հեռու կամ հիասթափված չէ ինձանից։ Եվ կատարվեց ինչ-որ բան, որը դժվար է նկարագրել։ Կարող եմ այսպես ասել. կարծես մեկը լույս վառեց։ Հասկացա մի բան, ինչը նախկինում չգիտեի եւ որն ընդմիշտ փոխելու էր կյանքս։ Աստված կարող էր գործածել ինձ փրկելու մեկ ուրիշին։ Երբ այդ երկու միտքը միացրի, ամեն բան փոխվեց։ Փաստորեն իմ հավատքը ինքնանպատակ չէ։ Ես 22 տարի եղել եմ փրկության բանակի անդամ, որը հիմնադրել են Ուիլյամ եւ Քեթրին Վուդ ամուսինները։ Իմ կարծիքով Ուիլյամի պատգամը եկեղեցուն սա էր. քրիստոնեությունը գործնական է։ Նա միշտ ասում էր, որ դատարկ ստամոքսող մարդը չի կարող լսել քո քարոզը։ Բարի լուրը, ավետարանի այս բարի լուրը պետք է շոշափելի լինի։ Ուստի ես սկսնակ մարդկանց սովորաբար հարցնում եմ. ինչ անելիք ես տեսնում քո առջև։ Ինչն է քո մեջ մղում առաջացնում։ Գոնե տեղյակ ես, թե ովքեր են քո շրջակայքում։ Երբեմն առաջին քայլը հենց դա պարզելն է։ Ես գիտեմ մի 14 տարեկան պատանու։ Նա մի անգամ դպրոցի ճաշարանում նստել էր մի երեխայի կողքին, ում ծնողները սնանկացած էին։ Այդ ժամանակ նա չգիտեր այդ մասին։ Ուղղակի նկատել էր, որ երեխան չի ճաշում։ 14-ամյա պատանին ընդամենը մտածել էր, որ իր ուտելիքը պիտի տար նրան, եւ այդպես ամեն օր։ Նա քաղցած տուն էր գալիս ու հարձակվում հացի վրա, իսկ մայրը ասում էր. «Դու երբևէ կկշտանաս»։ Այնինչ նա դպրոցում իր ուտելիքը ամեն օր տալիս էր այդ երեխային, անխոս պարզապես հրում էր նրա դիմաց ու սկսում խոսել օրվա մասին։ Երբ այդ երեխան ի վերջո սկսել էր վստահել 14-ամյա տղային, մի օր ասել էր. «Սա իմ կյանքում ամենածանր ժամանակն էր, անգամ ինքնասպանության մասին էի մտածում, բայց դու գիտես, դու ամեն օր ինձ ցույց ես տալիս, որ կա մեկը, ով փնտրում է ինձ ու հոգում է իմ մասին»։ Սա տեղի է ունեցել 14 տարեկան անկատար պատանու միջոցով։ Դե գիտեք, ավագ դպրոցի 14-ամյա տղան սովորաբար մի փայլուն օրինակ չէ։ Բայց ընդամենը իր սկուտեղը միայնակ երեխային տալով նա ի վերջո կարողացել էր աղոթել այդ տղայի հետ, ասել էր, թե որքան էր Աստված սիրում նրան եւ որ Աստված երբեք չէր լքելու նրան։ Եթե կարողանաս հասկանալ, թե ով ես դու, ապա կարող ես։ Սա է ավետարանը։ Դա Հիսուսն է, որ հայտնվում է խավար վայրերում ասելով. ոչ, դու մոռացված չես, երբեք ուշ չէ։ Դու կարևոր ես այս աշխարհում, քանի որ ես եմ քեզ ձևավորել։ Ես եմ քեզ ստեղծել եւ ես սիրում եմ քեզ։ Ես կարող եմ ազատել քեզ։ Ահա սա է ավետարանի էությունը եւ դա հիասքանչ է։ Ինչու՞ չէ։ Բոլորն էլ պիտի խոսեն իրենց հավատքի մասին։ Ամեն կրոն պետք է ներկայացնի իրեն։ Ես այդպես եմ կարծում։ Այո, եթե իհարկե լսողը դեմ չէ։ Կարծում եմ նորմալ է, ուղղակի կարևոր է, թե ինչպես ես դա անում։ Կարծում եմ լավ չէ, երբ մարդկանց պարտադրում ես քո հավատալիքները, կրոնը կամ հավատքը։
Դա երբ կայքի պես է, որտեղ մարդիկ գրում են իրենց փորձը, կարծիքը տվյալ բիզնեսի վերաբերյալ, նույնը կարելի է անել կրոնի դեպքում։ Պիտի կարողանաս ուզածդ թեմայով խոսել ընկերներիդ ու հասակակիցներիդ հետ, եթե լավ ընկերներ եք, ինչու՞ չէ։ Ամեն մեկն իր պատմությունն ունի եւ կարող է խոսել այդ մասին։ Եթե ես օրինակ մարմնամարզիկ եմ ու ազատ կարող եմ հայտնել դա, նույն ձևով էլ դու կարող ես ասել, որ քրիստոնյա ես։ Եթե դա ինձ հետաքրքիր է, ինքս հարցեր կտամ։ Լավագույն վկայությունը, որ ես տեսել եմ, մարդկանց ապրելակերպն է եւ Աստծո ու ընտանիքի հետ ունեցած փոխհարաբերությունը։ Իմ կարծիքով կյանքը խոսում է իր մասին։ Էս ինչ է։ Ինչ է սա։ Դա ուղղակի լսիր, արի գնանք, հա սրտիդ մոտ մի ընդունիր։ Ավետարանելու երկրորդ ձևը Հիսուսին հավատալու ապացույց տալն է։ Սուրբ Գիրքն ասում է, որ Հիսուսի մասին ուսուցանելիս Պողոս առաքյալը զրուցում էր մարդկանց հետ, բացատրելով պատգամը եւ հիմք ստեղծելով հավատքի ու Քրիստոսին ընդունելու համար։ Պետրոսի առաջին թղթում գրված է. Տիրոջը Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք եւ միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին կհարցնի։ Հեզ եւ հարգալից վերաբերմունքի լավագույն ձևերից է մարդկանց լսելը։ Շատերը ի վիճակի չեն լսելու, քանի դեռ իրենց չեն լսել։ Եվ շատ կարևոր է, որ լսելիս իրոք ցանկանաս իմանալ, թե մարդը ինչ է մտածում։ Լսել եմ, որ ասում են, մարդկանց հոգը չէ, թե դու ինչքան գիտես, քանի դեռ չգիտեն, թե դու որքան ես հոգում իրենց համար։ Իսկ ես սիրում եմ ասել, որ թեև մարդկանց հոգը չէ, թե դու ինչքան գիտես, քանի դեռ չգիտեն, թե դու որքան ես հոգում։ Միևնույն է, կարող ես ասել այն, ինչ գիտես, միաժամանակ ցույց տալով, թե որքան ես հոգում, որպեսզի երբ գիտենան, թե դու որքան ես հոգում, նրանք կհոգան, որ ավելին իմանան, թե դու ինչքան գիտես։ Չտեսնված էր։ Բեն դա ավտոմեքենայի վրա կպցնելու նախադասություն է։ Բենը մտածեց, որ դա հիանալի գաղափար էր, բայց շուտով հասկացավ, որ կպչուն պիտակների շուկան իր սպասվածից ավելի քիչ ակտիվ էր։ Անգամ չէր օգնում այն, որ մրցակցությունը մեծ էր սեփական պատգամը հռչակելու գործում։ Հայտնելու երրորդ ձևը բարի լուրը հռչակելն է։ Մատթեոսի ավետարանում գրված է. Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներում եւ գյուղերում, նրան ժողովարաններում քարոզելով ու սովորեցնելով արքայության ավետարանը։ Ավետարան բառը նշանակում է բարի լուր։ Դա լուր է Հիսուսի ինքնության եւ կատարած գործի մասին։ Դա նաեւ այն լուրն է, որ Աստված սիրում է քեզ։ Դու կարող ես ներում ստանալ եւ հաղորդակցվել նրա հետ։ Սա երբևէ հնչված լավագույն լուրն է։ Հաճախ մարդիկ ավետարանը առաջին անգամ լսում են, երբ անհատական հրավեր են ստանում։ Հիսուսն այդպես էր վարվում։ Նա մարդկանց ասում էր. «Եթե կամենում եք, եկեք ու տեսեք»։ Եվ ովքեր հետևում էին Հիսուսին, նրանք իրենց ծանոթներին էին ասում. «Դուք պիտի գաք ու տեսնեք»։ Այստեղ քո գտնվելու պատճառն էլ գուցե որևէ ընկերոջ հրավերն է, որ գաս ու տեսնես, ինքդ քննես։ Նման դեպք պատկերված է Հովհաննեսի ավետարանի սկզբում։ Անդրեասին, որ հետո դարձավ աշակերտ, Հիսուսը կանչեց, որ գար ու տեսներ։ Գալուց հետո առաջին բանը, որ Անդրեասն արեց, գտավ իր եղբորը Պետրոսին ու հրավիրեց հանդիպելու Հիսուսին։ Եվ ահա թե ինչն է հետաքրքիր։ Պետրոսը դարձավ վաղ եկեղեցու առաջնորդը եւ մարդկության պատմության մեջ ամենաազդեցիկ անհատներից մեկը։ Դրա վառ վկայություններից է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակը։ Իհարկե ոչ բոլորն են կարող լինել Պետրոսի նման, սակայն բոլորը կարող են հետևել Անդրեասի օրինակին, կանչելով մարդկանց, որ գան ու տեսնեն Հիսուսին։ Իմ ընտանիքը միշտ եղել է շատ պահպանողական։ Երբ տեղափոխվեցի Վանկուվեր ու ընդունվեցի համալսարան, ես մեծ հաճույքով ծանոթացա խմիչքի, ծխախոտի, խրախճանքների ու ակումբների հետ։ Առհասարակ ես շատ ընկերասեր ու շփվող եմ եւ այնտեղ նկատեցին դա, ուստի ինձ խնդրեցին, ավելի շուտ վարձեցին, որ մարդիկ բերեմ ակումբներ։ Պատկերացնում եք, հանգստյան օրերին ես 20-ից մինչև 100 հոգի բերում էի ակումբ։ Ես լրիվ տրվեցի դրան, որովհետև այդպես էի պատկերացնում կյանքը։ Ես սիրում էի ակումբը, ինձ դուր էր գալիս համայնքի մասնիկ զգալը։ Հայրս վատ էր, չափազանց ծանր դեպրեսիայի մեջ էր։ Մի քանի անգամ նույնիսկ ինքնասպանության փորձ էր արել։ Նրա ծանոթներից մեկը մի անգամ ասել էր նրան. «Լսիր Խորխե, գիտեմ թե ինչերի միջով ես անցնում։ Չգիտեմ էլ օգտակար կլինի թե չէ, բայց լսել եմ ալֆա կուրս կոչվող մի բան կա։ Չես ուզենա փորձել»։ Հայրս մինչ այդ երբևէ եկեղեցում չէր եղել, բայց չգիտես ինչու այդ հրավերին համաձայնել էր
եւ արդյունքում կյանքը նվիրել Քրիստոսին։ Այսօրվա պես պարզ հիշում եմ, որ նա եկավ, նստեց սեղանի մոտ ու ասաց. «Լսեք ժողովուրդ, մի բան եմ ուզում ասել։ Ես Աստծուց ներում եմ ստացել, ձեզանից էլ եմ ուզում ներողություն խնդրել»։ Նա իմ մորից ներում խնդրեց եւ նույն օրը վերադարձավ մեր տուն, լիովին վերափոխված։ Նա կարծես ուրիշ մարդ էր, լույսով լցված։ Հայրս ինձ ասաց. «Դորի, ես խնդրում եմ քեզ, որ փորձես եկեղեցի գնալ»։ Եվ մի երկուշաբթի երեկո, երբ ինձ հրավիրել էին ալֆա դասերի, գնացի, վերջում նստեցի, որովհետև դեռ թերահավատ էի, ու հանկարծ մտքովս այսպիսի բան անցավ. տեսնես ինչ կլինի, եթե ձեռքերս բարձրացնեմ ու առաջին անգամ Աստծուն ասեմ. «Ես սիրում եմ քեզ»։ Ես նայեցի շուրջս, կարծես ոչ ոք չէր նայում, ուստի ձեռքերս պարզեցի Աստծուն ու ասացի. «Աստված, ես սիրում եմ քեզ, ես քո կարիքն ունեմ»։ Անմիջապես զգացի, թե ինչպես Աստծո սերը ասես հոսեց գլխիցս մինչև ոտքերս։ Կյանքումս առաջին անգամ զգացի, որ սիրված եմ։ Աստծո հետ հանդիպումից մի շաբաթ անց սկսեցի մտածել. ինչու նախկինում ոչ ոք ինձ չէր ասել, եւ ինչու ես մարդկանց չեմ ասում այս մասին։ Դա պետք է անել։ Գնացի իմ գրասենյակ ու սկսեցի բոլորին հրավիրել, ասում էի, դա ձեզ պետք է, դուք պիտի գաք եկեղեցի։ Փոքր եղբորս էլ ասացի. «Ջորջ, փորձիր սա, դու պիտի գաս»։ Նա եկավ եւ Աստված հպվեց ու իր սիրով ամբողջովին փոխեց նրան։ Նույն տարում մայրս եկավ ու Աստծով լրիվ փոխվեց։ Այնուհետև ծնողներս գնացին Մայամի, պապիս ու տատիս այցելելու։ Այնտեղ ծնողներս նրանց տարան եկեղեցի ու նրանք իրենց կյանքը նվիրեցին Քրիստոսին։ Եվ այս ամենի սկիզբը ընդամենը մեկ հրավեր էր։ Ահա թե որն է իմ քաջության աղբյուրը։ Ես նոր կյանք եմ գտել այն պատճառով, որ մեկը իմ հորը հրավիրել էր հանդիպելու Աստծուն եւ նրա կյանքը փոխել։ Ուստի ինչու ես նույնը չանեմ։ Հովհաննեսի ավետարանի 9-րդ գլուխը մի կույրի մասին է, ով հանդիպեց Հիսուսին եւ լիովին բժշկվեց։ Մարդիկ ապշած նրան տարբեր հարցեր էին տալիս. Ով բժշկեց քեզ։ Որտեղ է նա հիմա։ Նա ինչպես դա արեց։ Ինչպես կարելի է նրան գտնել։ Բայց բժշկվածը բոլոր հարցերի պատասխանը չուներ։ Նա միայն ասում էր. այն գիտեմ, որ կույր էի ու հիմա տեսնում եմ։ Նույնը վերաբերում է մեզ։ Պարտադիր չէ ամեն հարցի պատասխանն իմանաս, որ կարողանաս մարդկանց ներկայացնել, թե ինչպես է Հիսուսը ազդել կյանքիդ վրա։ Եվ երբ ընկերներդ տեսնում են կյանքումդ Հիսուսի բերած փոփոխությունը, դրանով ավետարանի մասին զրուցելու հիմք է ստեղծվում։ Իսկ ամենահաճելի բաներից մեկն այն է, որ թե ինչպես են քո մտերիմները սկսում ապրել Աստծո սիրո մեջ։ Ավետարանելու 4-րդ եւ 5-րդ մասը Սուրբ Հոգու զորությունը եւ աղոթքն են։ Առաջին Թեսաղոնիկեցիների թղթում Պողոսը գրում է. «Մեր ավետարանը ձեր մեջ միայն խոսքով չտարածվեց, այլև զորությամբ, Սուրբ Հոգով եւ կատարյալ վստահությամբ»։ Ուստի ավետարանելը միայն խոսելը կամ խելացի փաստարկներ բերելը չէ։ Դա նաեւ Սուրբ Հոգու ներկայությունը հաղորդելն է, երբ Աստծո սերը հեղվում է մեր սրտում։ Եվ վերջապես ավետարանելու գործում կարևորագույն տեղ ունի աղոթքը, քանի որ ի վերջո Աստված է, որ փոխում է մարդու կյանքը։ Ինձ շատ է դուր եկել Թար անունով մի ծանոթ աղջկա աղոթելու ձևը։ Նա գրպանում մի ծալած թուղթ էր պահում եւ մի քանի անգամ նկատեցի, թե ինչպես բացեց այն։ Թուղթը ծածկված էր անուններով։ Դրանք այն մարդկանց անուններն էին, ում համար նա աղոթում էր, որ գային ու կյանք գտնեին Հիսուսի մեջ։ Որոշեցի ինքս էլ այդպես աղոթել ընկերներիս համար։ Այդ ժամանակ ես ավագ դպրոցում էի, ուստի տարեգրքիս մեջ գրանցեցի ամենը եւ միշտ քնելուց առաջ կամ վաղ առավոտյան աղոթում էի նրանց համար, հերթով նայելով նկարներին։ Ես մի ընկեր ունեի Ջերդ անունով, որի հետ դպրոցի թենիսի թիմում էինք։ Մեր զրույցները միշտ հանգում էին Աստծո ու հավատքի թեմային, հետեւաբար սկսեցի նրա համար էլ ամեն օր աղոթել։ Եվ մի քանի ամիս անց, մի օր երբ նա դպրոց եկավ, նկատեցի, որ նրա սրտում լուրջ տեղաշարժ է եղել։ Այդ օրը Ջերդ ընտրեց հետևել Հիսուսին, եւ հիմա նրա կյանքը փոխվել է։
Ահա թե ինչու է կարևոր աղոթել ուրիշների համար։ Սակայն չմոռանաք նաև աղոթել մեր անձի համար։ Վաղ շրջանի քրիստոնյաները Աստծուց համարձակություն էին խնդրում իդեմս հակառակության։ Գուցե դու նրանց եւ ներկայիս բազմաթիվ քրիստոնյաների պես ֆիզիկական հալածանքների չընթարկվես, բայց կարող ես հանդիպել այլ տիպի հակառակության, օրինակ ծաղրի ու վիրավորանքի։ Ուստի Աստծուց սեր եւ ուժ խնդրիր, շարունակելու բարի լուրի տարածումը։ Նրանք պիտի դրական հետք թողնեն, օգնելով իրենցից ավելի մեծ կարիքավորներին։ Սեր, շնորհ ու կարեկցանք Հասարակությանը ծառայելով, իմ կարծիքով քրիստոնյաները հիմա չափից շատ են քարոզում։ Մենք պիտի լինենք սիրող, բարի, պիտի լինենք հասանելի։ Սեր, Իմ կարծիքով պիտի ավելի շատ սեր տարածեն։ Քրիստոնյաները պիտի հայտնի լինեն իրենց ներողամտությամբ։ Նրանք ներող են ու շատ հոգատար։ Աստվածաշունչն ասում է սիրիր դրացուդ, բայց շատ քրիստոնյաներ հենց դա չեն անում։ Քրիստոնեությանն անհրաժեշտ է ավելի կենտրոնանալ այդ մտքի վրա, որովհետև անկախ նրանից, թե դու ով ես կամ որտեղից ես, դու իմ դրացին ես։ նրանք ուզում են ճանաչված լինել որպես Քրիստոսի հետևորդ, չէ՞։ Ուրեմն հետևեք Քրիստոսին։ Ուրեմն Փենի հայրը Բոբը 1960-ականներին երիտասարդ հասակում Քրիստոսի հետևորդ չէր։ Եկեղեցի գնալը նրա մտքից ամենահեռու բանն էր։ Մի օր Բոբն ու նրա ընկեր Գիշ Դեյվը մեծ քանակի մարիխուանա ծխելուց հետո որոշեցին մեքենա բռնելով քաղաքից դուրս գալ ու արկածներ որոնել։ Րոպեներ անց նրանց մեքենայով վերցրին նույնպիսի արկածախնդիր ու շփտադեմ երկու երիտասարդ։ Սակայն Բոբն ու Գիշ Դեյվը չէին էլ պատկերացնում, թե ինչ էր լինելու քիչ հետո։ Քիչ հետո վարորդը սկսեց պատմել Աստծո մասին, ներկայացնելով Աստծո կատարյալ ստեղծագործությունը, եւ թե ինչպես հետո ամեն բան անկում ապրեց։ Նրան միացավ ընկերը, ասելով, որ Աստված ուղարկեց իր միակ որդի Հիսուսին մեծագույն փրկության առաքելությամբ։ Նա մարդկանց ազատեց անկումից։ Այդպես 4-ով զրուցեցին մոտ 2 ժամ, մինչև որ հասան մի խաչմերուկի եւ այդտեղ բաժանվեցին։ Մեքենայից դուրս գալով Դեյվը սկսեց հրհրալ։ Գրողը տանի ինչի մասին էին խոսում ու գիշ կոչվողն էլ ես եմ։ Իսկ Բոբը պարզապես ժպտում էր, մտածելով, որ դա երբևէ իր լսած ամենագեղեցիկ բանն էր։ Շատ չանցած, հասնելով մեկ այլ խաչմերուկի, Բոբն այդտեղ արդեն որոշում կայացրեց հետևելու Հիսուսին։ Այդ օրը նա հարաբերություն սկսեց Աստծո հետ։ Մինչև հիմա նա հիշում է այն բարի անծանոթներին, ովքեր հեռացան, այդպես էլ չիմանալով, թե ինչ հետք թողեցին իրենց խոսքերը, թե ինչ փոփոխություն բերեցին Բոբի ու նրա սերունդների կյանքում։ Հիսուսի մասին խոսքը միշտ էլ ազդեցություն ունի։ Ուստի մի նահանջիր, որովհետև ավետարանը Աստծո զորությունն է։ Փորձիր քայլ անել, սկսիր ավետարանել։ Եթե սկսես, իհարկե դժվարությունների կհանդիպես, բայց նաև անհատակ ուրախություն կապրես տեսնելով, թե ինչպես են մարդիկ կյանք գտնում Հիսուսի մեջ։ Հնարավոր չէ գտնել այնպիսի բան, որը կարողանա մարդու կյանքում ավելի մեծ փոփոխություն կատարել, քան Հիսուս Քրիստոսի հետ հանդիպումը։ Դե, նկարում ես։ Լսեք, գնում ենք այս սարդով Ջեյսոնին վախեցնելու։ Գնացինք։ Նրան վախեցնելու եք։ Ուշադիր։ Սովը ստեղ դրել։ Հասցրիք նկարել։